Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում։ Մայիսի 15-ին Էջմիածնի ՔՊԱ-կան քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին չեն խոսում, նշելով Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն։ 37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկարույց պատմությունների մեջ էին հայտնվել, հիմա որոշեց հրաժարական տալ, պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին։ Մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին է խոսում եւ որոշել է ժամանակը նվիրել ընտանիքին, հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսում հենց նրա ընտանիքի շուրջ։ Եվ առաջիկայում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ կսկսվեն։ Իսկ ինչ գործընթացների ու մեղադրանքների մասին է խոսքը եւ առասարակ ինչ վարույթով է հակակոռուպցիոն կոմիտեն մտնելու Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն։ 2024 թվականին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրելով հետքի Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել հոդվածը նյութերն ուղարկել էր գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը եւ հայտնել, որ այն միացվել է հետքի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին։ Նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը։ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել հետքի հոդվածի հիման վրա։ Վաղաշաբաթ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Այս հանգամանքը եղել էր 2024 թվականին։ Հայտնել էր նաև, որ վաղաշաբաթ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Այդ նպատակով գործընկերների օգնությամբ ձեռք է բերվել համայնքային հողատարած եւ չսպասելով թույլտվություններին հողային եւ բետոնացման աշխատանքներ է կատարվել։ Նարե պլյուս ՍՊ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն բնակելի տներ կառուցելու համար։ Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1.2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի։ Նարե պլյուս ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է, ավականու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը։ Վաղաշաբաթ համայնքի ավականին 2022 թվականի հունիսի 24-ից արտահերտ նիստով որոշել էր աճուրդային եղանակով վաճառել Վաղաշաբաթ համայնքի սեփականություն հանդիսացող Վանտերյան փողոց 971/8 հասցեում գտնվող 0.9 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը շինություններ կառուցելու համար։ Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել էր տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով, ընդհանուր 51.970.000 դրամ։ Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը։ Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավականու անդամ Շահեն Շահինյանը։ Նա առաջարկել է հենց մեկնարկային գինը 51.975.000 դրամ եւ հաղթող ճանաչվել։ Դրանից հետո համայնքից գնված հողի սեփականատեր է դարձել Դիանա Գասպարյանի ամուսնու մայրը։ Շահեն Շահինյանը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավականու անդամ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով։ Շահինյանը վաղաշաբաթի ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հոր Աշոտ Միրզոյանի աշխատակիցն է, այսինքն համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրի։ Շահեն Շահինյանը որպես ավականու անդամ չի հայտարարել Էջմիածնի համայնքապետանից գնաց հողերի ընդհանուր արժեքի մոտ 57.480.000 դրամի չափով գումարը։ Հետևաբար եզրակացրել էինք, որ նման գումար նա չի ունեցել, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ ձեռք բերված հողատարածքների իրական սեփականատերն ի սկզբանե համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու Արամայիս Միրզոյանի ընտանիքն է եղել։ Շահեն Շահինյանն էլ չէր թաքցել, որ հողատարածքը գնելու համար գումարը փոխառությամբ վերցրել էր Աշոտ Միրզոյանից։ Եվ ահա այս վարույթով էլ առաջիկայում հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսելու Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների շուրջ ու չեն բացառվում ձերբակալությունները։ Ստացվում է, որ Գասպարյանի հրաժարականը պատահական չէր, իրավապահները քաղաքական վերնախավին զեկուցել են Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկարույց կոռուպցիոն վարույթի մասին ու արդյունքում Գասպարյանին քաղաքական վերնախավը SMS է գրել, դիմում գրել ու հեռանալ, որից հետո հակակոռուպցիոն կոմիտեն կանցնի գրոհի։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը։